Շնորհակալություն Սոնա եւ հիշելով Սեր Փոլին եւ նրա ծննդյան օրը Անգլիայում ինչ գոյություն ունի Tea time. Tea time. Իսկ մեզ մոտ հիմա անում է ինչ water time. Water time. Water time. Ջրի ժամանակ է մեզ մոտ։ Քեմբրիջյան այսպես բարբարով ասեցինք։ Այո, եւ չենք մոռանում, որ առողջ լինելու համար պետք է որակով ջուր խմել եւ այստեղ է որ հաստատ ու հանգիստ կարող ենք ձեզ առաջարկել, որ ձեր առողջությունը վստահեք Aqua 1-ին։ Aqua 1-ը շշալցված ջուր է, որն իր յոդ փուլային ֆիլտրացման տեխնոլոգիայով ապահովում է բարձրորակ, անվտանգ եւ բյուրեղյա մաքուր ջուր ձեր ընտանիքի եւ աշխատանքի համար։ Պատվիրեք 12 կամ 19 լիտր տարաները, մրցունակ եւ մաչելի գնով, իսկ առաքումը ամբողջությամբ անվճար է։ Իդեպ երկարաժամկետ համագործակցության դեպքում գործում են հատուկ արտոնյա պայմաններ, այնպես որ մի հապաղեք, զանգահարեք 033 75 50 50 հեռախոսահամարով եւ լուծեք ձեր առողջ ջրի խնդիրը Aqua 1-ի հետ։ Ջրի հարցը լուծված է եւ շարունակում ենք մեր առավոտյան եթերը եւ արդեն տաղավարում ունենք մի հրաշալի հյուր։ Եվ հրաշալի նախաձեռնությունից ենք խոսելու գրականության եւ արվեստի թանգարանում թվայնացվում է Կոմիտասի արխիվը։ Իրադարձությունն արդեն պատմական մեգա նախագիծ են անվանում եւ դրա նպատակը Կոմիտասի մտավոր աշխարհի վերակերտումն է արհեստական բանականության միջոցով, այսինքն արհեստական բանականության բացառիկ գործիքի ստեղծումը, որը հիմնված կլինի Կոմիտաս վարդապետի ամբողջական գրավոր ժառանգության վրա։ Մեր տաղավարում է գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Բարի լույս։ Նախ շնորհակալություն, որ այս կոլապսային իրավիճակում կարողացաք հասնել Կիևյան 16։ Չեմ ասում հատուկ, որտեղ մենք այսօր եւս մեկ հյուր պետք է ունենենք, եւ նա պարզապես զանգահարեց եւ ասաց, որ չի կարողանում ֆիզիկապես հասնել Կիևյան 16։ Հիմա պատմեք ինչ է կատարվում եւ ինչ հյուրերին հրավիրում եմ գրականության եւ արվեստի թանգարան, որտեղից շատ հեշտ է գալ Կիևյան 16։ Ձեր եւ մեր բախտը բերել է կատարվում։ Ինչ է կատարվում, ինչի է այս նախագիծը արդեն համարվում գլոբալ եւ շատ կարեւոր եւ ինչ կապ ունի այս ամենի հետ արհեստական բանականությունը եւ լավ է դա թե վատ է դա։ Նախագիծը, այո, մեծ նախագիծ է սպասվում, կարելի է այդպես անվանել, որովհետև ստեղծվելու է բացառիկ գործիք արհեստական բանականության։ Եկեք սկզբից պատմելով գամ, գրականության եւ արվեստի թանգարանում պահվում են մեծերի գրավոր ժառանգությունը, անձնական արխիվները, հավաքածուները եւ այլն։ Ձեռագրերը, դա ինչը։ Այո։ 1200 եւ ավելի անուն նշանավոր մարդկանց արխիվային հավաքածուներ են այստեղ պահվում, որոնց թվում ձեռագրական ժառանգություն է, նրանց ձեռագրերը։ Եվ ահա ամենանշանավոր, ամենաարժեքավոր արխիվային հավաքածուներից մեկը Կոմիտաս վարդապետի արխիվային հավաքածուն է, որը դեռևս 1933 թվականին Արշակ Չոպանյանի եւ Կոմիտասի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանի ջանքերով հավաքագրվել է Փարիզից, Պոլիսից, Էջմիածնից եւ այլն եւ կարելի ասել փրկվել եւ նվիրաբերվել գրականության եւ արվեստի թանգարանին։ Դեռևս մեկ դար առաջ այս նվիրաբերությունն արդեն խոսում է այն մասին, որ որքան գիտակցված էր այս կառույցի կարևորությունը եւ որքան մեծ է այդ կառույցում այժմ աշխատողներից պատասխանատվությունը այս ժառանգության պահպանության համար։ Գրականության եւ արվեստի թանգարանը պահպանելով այս հավաքածուները նաև հանդիսանում է սպասարկող կենտրոն, գիտահետազոտական կենտրոն, որտեղ գիտնականներն ուսումնասիրում են այս ձեռագրերը։ Գիտնականներն ազատ են անվճար ուսումնասիրել թանգարանի ընթերցասրահում բնօրինակները եւ թվային պատկեժները։ Թվային պատկեժները հիմնականում անհրաժեշտ են լինում ուսումնասիրողին ուսումնասիրելու թանգարանի տարածքից դուրս։ Սա թանգարանում գործող հատուկ կանոնակարգով է, որ հնարավոր է լինում ծառայություն վերցնել եւ այդ թվային պատկերը վերցնել, ուսումնասիրել կամ տպագրել եւ այլն։ Վերցնել on-line, ինչպես վերցնել։ Այո, թվային տարբերակով, կրիչով, on-line եւ այլն։ Հիմա ֆիզիկապես կրիչով, թե օրինակ կարող եք մեյլին ուղարկել։ Իհարկե բոլոր տարբերակներով հնարավոր բոլոր տարբերակներով։ Իսկ ներողություն եմ խնդրում, որ ընդհատում եմ, որ ասում եք միայն գիտնականների, օրինակ մենք
ես եւ Զարան ուզում ենք կոմիտասի մասին ծրագիր պատրաստել։ Կարող ենք գալ։ Մենք սիրով սպասում ենք ձեզ, իհարկե, իհարկե, ոչ ոչ միայն միայն կոմիտասի, բոլորի արխիվները բաց են բոլոր ուսումնասիրողների համար։ Եվ այստեղ գալիս է խնդրի երկրորդ կողմը։ Երբ ուսումնասիրողները, հետազոտողները աշխատում են բնօրինակի հետ, բնօրինակը բնականաբար բնական մաշվածություն է ձեռք բերում ժամանակի ընթացքում։ Նյութերը պահոցից դուրս են գալիս, ենթարկվում են ակլիմատիզացիայի, լույսի աստիճանի տատանումների, անընդհատ ձեռքի հպման, թերթերի շարժման եւ այլն։ Հաջորդ տարբերակը դրանց թվային տարբերակները սպասարկելն է եւ մինչ այժմ գրականության եւ արվեստի թանգարանում սրանք թվայնացվել են սկանավորման ապարատներով։ Սկանավորման ապարատները բարձր աստիճանի լույս են արձակում, որոնք տարիներ հետո որոշ ժամանակ հետո ռեակցիայի մեջ են մտնում թանակի հետ, թանակի թթվայնությունն են բարձրացնում, վնաս է։ Այո, Տարիներ անց բայց տարիների ժամանակի ընթացքում, որովհետև դժվար է ասել, որ սկանավորեցինք եւ մենք վնասեցինք հենց հիմա այս ձեռագիրը, բայց այո, մենք վնասում ենք դա, որովհետև այդ վնասը երևում է տարիներ անց։ Այստեղ մենք մեր խոսքում նշեցինք արհեստական բանականության բացառիկ գործիք, այ շատ հետաքրքիր է, թե ինչ ասել այդ բացառիկ գործիքը, ինքը լինելու է արհեստական բանականության ինչ որ ծրագիր, ինչ որ կոդ, ինչ է իրանից ներկայացնում, սա ու ոնց կարող ենք օգտագործել։ Մեր թանգարանի բարերար պարոն Մարկ Չենյանը թանգարանին նվիրաբերեց թվայնացման սարք, ես սա բացատրում եի այդ տարբերությունը սկանավորման եւ թվայնացման սարքի։ Այսինքն հիմա հատուկ սարքով Հիմա եք հատուկ սարքով ենք թվայնացնում, այս սարքերից կան հայաստանյան թանգարաններում, պարզապես գրականության եւ արվեստի թանգարանում սա արդեն իսկապես առաջնահերթություն էր եւ դա սքանչի, դա հենց թվայնացում է, նախատեսված է թանակը, հին ձեռագրերը եւ այլն թվայնացնելու համար։ Եվ ահա նախագիծը այսպիսին է, որ առաջին հերթին թվայնացնում ենք կոմիտասի գրավոր ժառանգությունը, նրա գրած նամակները, հոդվածները, նոտագրությունները եւ այլն, եւ այս թվային պատկերները տրամադրում ենք արհեստական բանականությանը, որի շուրջ այս նախագծի շուրջ առհասարակ հավաքվում են լավագույն ծրագրավորողներ աշխարհի տարբեր երկրներից եւ նրանք ստեղծում են բանականության այն գործիքը, որը ընթերցում է միայն կոմիտասի ձեռագրերը եւ սկսում է կոմիտասին վերաբերող ոչ թե կոմիտասին վերաբերող, այլ կոմիտասի ստեղծած։ Այսինքն դա կոմիտասն է։ Դա կոմիտասն է։ Դա կոմիտասն է։ Դա կոմիտասն է։ Եվ բանականությունը ըստ նախատեսվածի պիտի սկսի մտածել ինչպես կոմիտասը։ Եվ կարող ենք նրան հարցեր տալ, կարող ենք նաև զրուցել, հարցազրույց վերցնել, կարող ենք խնդրել նրան ինչ որ երգ, օրինակ տանք, Արամեն Պետրի երգը լսի, տա իր անալիզը։ Կարող ենք։ Երբ որ գործիքն արդեն պատրաստ կլինի, նրա ֆունկցիոնալն ավելի պարզ կդառնա, բայց հիմա դեռևս սկզբնական նախնական փուլում ենք, երբ թվայնացնում ենք կոմիտասի արխիվը, սա հավանաբար 1 տարի կտևի, 1 տարի հետո արդեն այս թվային պատկերները կգեներացվեն բանականության միջոցով եւ տևական աշխատանք է, որ շատ պատասխանատու աշխատանք է եւ առհասարակ Կոմիտասից հետո ունենանք Չարենց, Ավետիք Իսահակյան Սա է ամբողջ բանալին, այսպես այս երազանքի, որ երբ որ այս գործիքն արդեն ստեղծված կլինի, սա կարող է աշխարհում արհեստական բանականության ոլորտում հեղաշրջում Սա առաջինն է այդպիսին։ Սա առհասարակ առաջինն է։ Հեմինգուեյ չկա այդպիսի։ Աշխարհում առաջին փորձառությունն է։ Մոցարտը չկա։ Վաու։ Իսկ ում մտահղացումն է սա։ Պարոն Չենյանի, ում եւ մտահղացումն էր եւ երազանքը, Մարկ Չենյանն ամերիկա բնակ գործարար է, ու շատ, գիտեք, սա շատ հետաքրքիր փաստ է, որ հեղինակություն վայելող, ֆինանսապես կայացած եւ այսպես առաջատար մարդկանց երազանքը լինում է խիստ ազգային գիտակցման այսպես շրջանակում։ Ну ոչ բոլոր ցավոք սրտի, բայց սա հրաշալի օրինակ է, որ կապ չունի որտեղ ես ապրում, կապ չունի ինչով ես զբաղվում, երբ քո երազանքը կապված է հայրենիքի հետ, երբ քո երազանքն ունի հայրենասիրական միտումներ, ապա դա հրաշալի է։ Զարա, ինչ է հարցնում։ Արհեստական բանականության շատ տարբեր հարթակներ կան, շատ տարբեր հավելվածներ կան,
սա խոսքը վերաբերում է կոնկրետ ինչ-որ արհեստական բանականության, թե առհասարակ, օրինակ նույն բանը կարող է անել ChatGPT-ն, մեր հայկական Zero-ն, բոլորը կարող են, թե կոնկրետ այս համագործակցությունը ChatGPT-ի հետ է։ Տեսեք, ձեր նշած գործիքները արհեստական բանականության ունեն ահռելի ինֆորմացիա տարբեր դաշտերից։ Ենթադրենք, դիցուք հարցնում ենք Կոմիտասի մասին, ինքը գիտի կոմիտասագիտության տարբեր հոդվածներից, գրականությունից եւ այլն եւ այլն։ Այստեղ էս մի գործիքը ոչ թե կոմիտասագիտության մասին, այլ հենց կոմիտասի ստեղծագործության մասին է։ Ինքը գեներացվել է միայն կոմիտասի ստեղծած նյութերով։ Փորձեմ բացատրել Զարան եւ Ինքը հավելված է։ Ըստ երևույթին դա ոչ թե հավելված է, փորձում են ստեղծել digital կոմիտաս, այսինքն կոմիտասի հոգին վերակենդանացնում են արհեստական բանականության միջոցով, որը որ կունենա սերվերներ, որտեղ որ ամեն ինչ որ հնարավոր է կոմիտասի մասին եւ կոմիտասի ձեռքով գրված կա, եւ այդ արհեստական բանականությունը դառնում է կոմիտասակիր, եւ դու կարող ես շփվել պատկերացրու, որ մենք այդ մարդուն իսկապես վերակենդանացնում ենք եւ ես շատ շուտվանից մտածել եմ, որ օրերից մի օր կգա մի ժամանակ, երբ որ ես կարող եմ հարցազրույց վերցնել ոչ միայն այն մարդկանցից, ով որ այս պահին կան եւ կենթանեն, այլ օրինակ Մեսրոպ Մաշտոցից, որ եթե լինի արհեստական բանականություն, որը որ բացի դրանից որ ամբողջ ինֆորմացիան Մեսրոպ Մաշտոցի մասին, որը որ հասանելի է բոլոր արհեստական բանականություններին հասանելի կլինի, նաեւ ինքը կունենա ինտելեկտ եւ կարողանա Մեսրոպ Մաշտոցի նման, գեներացնի Մեսրոպ Մաշտոցի մտքերը։ Ինձ թվում է, որ այսպիսի ծրագրի մասին է խոսքը։ Այո, հենց այս ծրագրի մասին է։ Այդ սարքավորումները, սերվերները, մենք գիտենք բոլորս, որ արհեստական բանականության ամենամեծ խնդիրը եւ ամենաթանկ այսպես կտորը դա հենց այս սերվերներն են, որտեղ են գտնվելու, ձեզ մոտ են գտնվելու, հիմա այս պահին, երբ որ գրվում են այդ բոլոր ծրագրերը, այդ մարդիկ ինչ որ միտեղ կուտակված են, թե նրանք տարբեր երկրներում են, ով է նրանց միավորում, ով է աշխատում նրանց հետ։ Կոորդինացիոն կենտրոնն ենք, թե չէ։ Քանի որ նախագծի հովանավորը բնակվում է Միացյալ Նահանգներում եւ հիմնականում ծրագրավորողների թիմն էլ հենց հավանաբար Միացյալ Նահանգներից կլինի, այժմ ընթացակարգային բանակցությունների փուլում ենք, բնականաբար պետք է ընտրել ամենաապահով, ամենահասանելի, ամենախելամիտ վայրը եւ սա թերևս ավելի շատ նախագծի այսպես ծրագրավորման տեխնիկական պատասխանատուների հավանաբար որոշելիքն է։ 1 տարի անց արդեն կունենանք։ Չէ, 1 տարի անց կունենանք ամբողջական նյութը պատրաստ, որը այս թեև կարող է կոմիտասի խոսել բանականության, արհեստական բանականության համար։ Ասեմ ավելի, որ ես համոզված եմ, որ անգամ կոմիտասի ձայնը, որտեղ մենք ունենք ձայնագրություններ վարպետի եւ համոզված եմ, որ կարող ենք դա օգտագործել։ Արհեստական բանականությունը շատ հաճախ բողոքում են, բայց արհեստական բանականությունը, եթե ճիշտ մարդու ձեռքում է լինում, ճիշտ կերպ է որպես գործիք օգտագործվում, դա հրաշալի է, այո, եթե առհասարակ թանգարանի գործունեությունից խոսենք, գրականության եւ արվեստի, շատ կարեւոր է ներկայում այդ ինտերակտիվությունը, որովհետեւ հիմա դարաշրջանը այնպեսին է, որ մարդիկ ավելի գնում են դեպի ինտերակտիվ տարբերակները, թանգարանը ինչ ծրագրեր ունի, որոնք շատ ավելի ինտերակտիվ ու հետաքրքիր են դարձնում Gen Z-ի համար թանգարանը։ Թանգարանը բազմաթիվ կրթական ծրագրեր ունի, հիմնականում այս կրթական ծրագրերի միջոցով է հենց ձեր նշած ուրեմն ջենը սերունդը մասնակից դառնում թանգարանին։ Մենք փորձել ենք հիմնականում հնարավորինս մոտ պահել երիտասարդներին բնօրինակներին, բնագրերին, բնօրինակներին։ Ես կուզեի նշել օրինակ վերջերս ընդամենը ստեղծված մի նոր կրթական ծրագրի, որին մասնակցում են ոչ միայն երիտասարդները, այլև տարիքային տարբեր խմբերի անդամներ եւ շատ սիրվեց այս ծրագիրը։ Մենք վերցանում ենք մեծերի ձեռագրերը։ Օրինակ ծրագրի մեկնարկը տրվեց Ավետիք Իսահակյանի ձեռագրի վերցանությամբ, հաջորդ հավանաբար կլինի Կոմիտասի ձեռագրի վերցանությունը։ Սա յուրօրինակ միջոց է նաեւ հասկանալու, թե ինչով են զբաղվում գրականության եւ արվեստի թանգարանի աշխատակիցները։ Այո։
շատերին թվում է, որ ձեռագիր կարդալը իսկապես հեշտ գործ է, այնինչ ձեռագիր մատյանները, եթե գրվել են հետագայում ընթերցելու համար, մեզ մոտ պահվում են արխիվագրությունները, վավերագրությունները, որոնք չեն գրվել հետագայում ընթերցելու համար։ Մեզ մոտ պահվում են նշումներ, նամակներ, աշխատանքային թղթեր եւ այլն, որոնք չափազանց մեծ նշանակություն ունեն գիտական հետազոտության տեսանկյունից։ Եվ հիմա հնարավորություն ունեն մարդիկ այս բնօրինակների հետ աշխատել եւ փորձել վերցնել գիտնական։ Մի քիչ դառնալ գիտաշխատող, գիտական հետազոտող։ Ես մի քիչ ուզում եմ Զարայիդ վիճեմ եւ առհասարակ համաձայն չեմ, որ թանգարանները ինչ որ հատուկ բան պետք է անեն, որ ջենզին հետաքրքրվի։ Ջենզին պետք է հետաքրքրվի։ Եթե սերունդին պետք չի դա, ինչի՞ թվում որ բոլորը պետք է ինչ որ դհոլ զուռնաներ վերցնեն, սկսեն պարել, որ նրանք հետաքրքրվեն։ Ավելի Չեք հետաքրքրվում, մի հետաքրքրվեք։ Ես մի քիչ համաձայն չեմ, որտեղ ամեն դեպքում ժամանակաշրջանին համընթաց կարծրատիպային վերաբերմունք կա եղել է թանգարանների հետ կապված, որ օրինակ, չգիտեմ, ձանձրալ լիաուղակի գնում նայում են, բայց երբ որ ինչ որ ծրագրեր են անում, ավելի ինտերակտիվ, ավելի, չգիտեմ, ժամանակակից ինչ որ բաներ են անում, մի քիչ ավելի համենայն դեպս այդ սերնդի համար գրավիչ են դառնում։ Լուվրներում, Պրադոներում, ազգային պատկերասրահ, Աստված տա։ Աստված տա, բոլոր ունենան այդ հնարավորությունը, բայց սա շատ տարածված ու կարծրատիպային վերաբերմունք է ու հետաքրքիր է այս թեմայի վերաբերյալ ձեր կարծիքը լսել։ Համաձայն եմ, հետխորհրդային երկրներում մասնավորապես այդ տարածված կարծրատիպը կար, բայց կարծում եմ արդեն վաղուց դա վերացել է, որովհետև իսկապես երկար տարիներ, գոնե տասնամյակներ թանգարաններն արդեն դուրս են եկել այդ լուռ մնալ չի կարելի։ Այո։ Հիմա թանգարաններում, գիտեք, բոլոր աշխատակիցները չափազանց մեծ նվիրումով են աշխատում եւ իսկապես ես կարող եմ հպարտությամբ, ուրախությամբ նշել, որ Հայաստանում երևի չկա մի թանգարան, որտեղ այս կրթական ծրագրերը չեն գործում, վաղուց այս ինտերակտիվ մասը, վաղուց այս հետաքրքրացնելու, մշակույթին, արվեստին, պատմությանը կապելու բազմաթիվ ծրագրերը դարձել են թանգարանների կենսակերպ, առօրյայի պարտադիր մաս։ Մատենադարանը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար մի շարք ծրագրեր արեց շոշափելով արվեստ, այսինքն տեսողության խնդիր ունեցող մարդիկ կարողանում էին գալ։ Մենք ներառականության առումով արվեստին շատ ավելի մոտ լինելու տեսանկյունից եւս որոշակի խնդիրներ ունենք։ Ինչ որ նախագծեր կան ապագայի հետ կապված կամ գուցե ներկայում, որ ավելի հասանելի լինի թանգարանը։ Իհարկե, համագործակցությամբ թանգարանների միջազգային խորհրդի հայաստանյան ազգային ներկայացուցչության հետ, որի նաև խորհրդի անդամ եմ հանդիսանում, նման նախագիծ ունենք գրականության եւ արվեստի թանգարանում եւս ներառական խմբերի համար հատուկ ցուցափեղկեր ստեղծելու առումով։ Ցավոք շատ թանգարաններում այս խնդիրը հիմնականում շատ բարդ, թերևս բարդ լուծելի է հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Տեսեք, օրինակ գրականության եւ արվեստի թանգարանը տեղակայված է հին գիմնազիայի շենքում Հանրապետության հրապարակում, որտեղ 3 թանգարան է գործում՝ պատմության թանգարանը, ազգային պատկերասրահը եւ գրականության եւ արվեստի թանգարանը, որը ի սկզբանե փաստացի 100-ամյակների շենք է, Երևանի ամենահին շենքերից, որ բնականաբար բացարձակ նախատեսված չի եղել հետագայում թանգարան լինելու համար եւ այս խնդրի լուծման համար։ Թերևս մեր մասը, որ ավելի նեղ մուտք է հիշեցնում, ավելի բարդ լուծելի է այս խնդիրը, բայց փոքր քայլերով փորձում ենք հասնել դրան։ Ինձ թվում է, որ բոլոր այդ հարցերը լուծելի են, եթե ցանկություն եղավ եւ եթե մենք կարողանանք հասկանալ, որ թանգարանը կամ գիտահետազոտական թանգարանները ոչ միայն գիտնականների համար են, այլ առաջի հերթին հենց բոլորիս համար են եւ ազգի համար են, շատերը միգուցե անգամ չգիտեն, որ իրանքի կարող էին օրինակ վերցնեին դասատուն, աշակերտին վերցնի եւ գնա այնտեղ կոմիտաս ուսումնասիրի հենց տեղում։ Իմացեք, որ դա հնարավոր է, դա չգիտեմ, անհնար չէ եւ սպասում եմ սրտատրոփ թվայնացված կոմիտասին եւ միգուցե օրերից մի օր կարողանամ վերցնեմ հարցազրույց կոմիտասից։ Դա շատ հետաքրքիր Եվ մտքովս անցավ նոր, որ չէ որ հոլիվուդյան ֆիլմեր կան, որ հայտնի գիտնականները, չգիտեմ ինչ, օրինակ իրենց ուղեղը հանում են,
նրանք մահանում են կարծես թե նրանց մարմինը, բայց նրանց ուղերի օգնությամբ նրանք շարունակում են ստեղծագործել, ուսումնասիրել եւ միգուցե նոր կոմիտասյան ինչ որ բաներ կարողանանք լսել։ Ինչու ոչ, պատկերացրու, որ այդպիսի բաների կարող է լինել։ Իրականում նախագիծը իսկապես կարող է թվային տեխնոլոգիաների շրջանում հեղափոխություն լինի, որովհետև սա ոչ միայն մեր սիրելի արվեստագետի կամ գրողի կամ մշակութային գործչի մտածողության վերակազմումն է, այսպես ասած, այլ սրա միջոցով միգուցե հետագայում հնարավոր կլինի պատմության շատ կնճռոտ էջեր ավելի լուսավորել, այլ տեսանկյունից բացահայտել, ուսումնասիրել եւ այլն։ Ալբերտ Էյնշտեյնին հարցեր տալ վերջերով, այնքան հարցեր կա որ Նախագիծը դեռ շատ սկզբնական փուլում է եւ ես չեմ ուզում այդ պատասխանատվությունը վերցնել խոստանալու, որ մեծ այսպիսի հրաշալի եւ իդեալական ծրագիր ենք ունենալու, բայց կարևորը երազանքն է, որից սկսվել է ամբողջ նախագիծը։ Կաբո Վերդեի դարպասապահ մի քանի օր առաջ չգիտեր, որ 13 միլիոն 100,000 ֆոլովեր կունենար։ Ոչ մեկ դրա մասին չէր մտածում, բայց արուտես որ տեղի ունեցավ։ Շատ շնորհակալություն, դա որ ենք ձեզ մաղթում։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք, հիշեցնենք, որ մեր տաղավարում հյուրընկալել են գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանին։ Եվ այս պահին մեր եթերում ըստ էույթի Գովազդե մեր եթերում։